Վարչապետի հանձնարարականի համաձայն մենք ներկայացրել ենք կառավարություն 17 թվականի ներդրումային կառուցապատման ներդրումային փաթեթները։ Կառավարությունում բազմաթիվ հարթակներում քննարկումներ են եղել եւ քաղաքաշինության կոմիտեի ներկայացրած ծրագրերից համարվել է ամբողջապես իրատեսական մոտ $105 միլիոն քաղաքաշինական ծրագրեր 2017 թվականի համար։ Ունենալու ենք բնակարանաշինություն մոտարապես այդ ծրագրերի կկազմի մոտ 50%, պետական բյուջեով այստեղ նախատեսվածը ինքը շատ քիչ տոկոս է կազմում, համարյա 5%, մնացած 95%-ը դրանք մասնավոր ներդրողներ են։ Հյուրանոցային եւ հասարակական բնույթի այլ շինարարություններ դրանք կկազմեն ընդհանուր առմամբ մնացած 50%-ի ծավալով։ Եթե ներդրումները նայենք, դիտարկենք ներդրողի տեսակետից, ապա խոշորացված մոտ 50%-ը տեղացի ներդրողներ են լինելու, մնացած 50%-ը արտերկրյա ներդրողներ։ Հանրային հետաքրքրության տեսակետից 1-2 օրինակ կարող եմ բերել, մասնավորապես դուք գիտեք Կայարանամերձ հրապարակի կիսակառույցը, որը Խորհրդային Միության փլուզումից այդպես էլ մնացել էր առ այսօր 25 տարի երևի ավել, ապա մենք այս տարի երաշխավորում ենք, որ կսկսվի շինարարություն։ Այս տարի տեղի կունենա նախագծային աշխատանքները կավարտվի, այդ շինությունը ամբողջապես կքանդվի եւ հողային աշխատանքներ կսկսվեն։ Այո, արձանի շարունակական, այո, այդ հատվածը։ Այդտեղ կառուցվելու է բազմաֆունկցիոնալ, ուրեմն լինելու է երկու տեսակի հյուրանոց, ուրեմն էկոնոմ դասի հյուրանոց եւ ուրեմն բարձր դասի հյուրանոց, լինելու է բնակելի հատված ետևի խորքային մասում, առևտրային, հասարակական եւ օֆիսային, այսինքն ինքը ունենալու է այդ տեսակ ֆունկցիաներ։ Այս պահին քննարկում է նրա ուրեմն նախագծային հայեցակարգը ընթացքի մեջ է։ Օտար երկրյա ներդրող։ Ընդհանուր արժեքը Կայարանամերձ հրապարակի կլինի ավել քան $60 միլիոն։ Այս տարի մենք նախատեսել ենք այս ծրագրի մեջ նախատեսել ենք մոտ 10 միլիոն այս տարվա աշխատանք։ Իսկ ընդհանուր 3 տարի ժամկետով։ Այս տարվա կարևոր ծրագրերից մեկը, որ մենք անպայման կսկսենք տարվա երկրորդ կեսին Ֆիրդուսի ուրեմն շուկայի հատվածում կսկսենք հենց կենտրոնից, այն հատվածը, որ մենք նոր հրապարակ ենք կառուցելու, ես դրան անդրադարձել եմ այսօր եւս ցույց կտամ, մոտ 90 մետր տրամագծով, ամբողջապես կոր, ուրեմն օղակաձև նոր հրապարակ ենք կառուցելու եւ շինարարությունը եւս կսկսվի։ Վստահ շինարարության դրա համար ասեցի ձեզ, որ 105 միլիոնի մեջ մտնում են բացառապես իրատեսական։ Իրականում մենք կառավարություն ներկայացրել ենք ավելին։ Այստեղ կսկսվի հին Երևանի շինարարության մի հատվածը, այս մասով, ինչպես նաև բավական խոշոր ներդրումային ծրագիր ունենք Արշակունյաց պողոտայի վրա նախկին Ձեռնիսկու գործարանի տարածքում նորից հյուրանոցային եւ վարչահասարակական համալիր։ Մենք հիմա ակտիվ բանակցությունների մեջ ենք, մասնավորապես օրինակ կարող եմ բերել Աբովյանի հրապարակը, Աբովյանի արձանի ետնամասում, այնտեղ կա հին ջրամբար, որը պետք է տեղափոխվի եւ այդտեղ եւս նախատեսում է վարչական այսպիսի մի խոշոր կենտրոն։ Ջերմուկում մենք հիմա մոտ 5 հեկտարի վրա ծրագիր ենք մշակել եւ բանակցում ենք արաբական էմիրությունների հետ, որոնք այդպիսի ցանկություն ունեն։ Դա գտնվում է անմիջապես Ճոպանողին այստեղ է, Սարի լանջին եւ այս հատվածը մենք մշակել ենք այսպիսի մի ծրագիր, սա արդեն իր ավելի մանրամասն հատակագիծն է, սա իր տարբեր զվարճանք չի ավելի ինչքան հյուրատներ են, այսինքն իրենց այսպես ասած նախընտրությունները հաշվի առնելով։
Ջերմուկի հիմնական խնդրը նա է, որ նա գտնվում է տուպիկային վիճակում, փակուղային վիճակում, այսինքն ջերմուկով ավարտվում է։ Նա չի լինում, նա ճանապարհներին մոտ չէ։ Եվ այստեղ նոր առաջարկ ունենք, որ շուտով կներկայացնենք կառավարություն, այս Երևանից գալիս հասնում ենք Վայք, Վայքից գնում ենք հյուսիս-հարավ դեպի Ղարաբաղ, դեպի ուրեմն Պարսկաստան, Տաթև եւ այլն։ Այս փոքրիկ հատվածում մենք երկրորդ փողոցն ենք, երկրորդ ճանապարհն ենք առաջարկում կառուցել, այստեղ ավելի լավ է երևում։ Սա ուրեմն Վայք, Գնդեվազ, Ջերմուկ ուղղությունն է, սա հյուսիս-հարավ ճանապարհն է։ Այստեղից Սիսիանի կողմից նոր ճանապարհ ենք առաջարկում, մոտ 28 կիլոմետր երկարությամբ։ Եթե այս ճանապարհը կառուցվի, ես հույս ունեմ, որ սա անպայման կլուծվի, որտեղ ֆինանսական աղբյուրներն ենք պատկերացնում, ապա ջերմուկը կհայտնվի հյուսիս-հարավ ճանապարհի վրա։ Բնակելի շինարարության ժամանակ ձեզ հայտնի դեպքերը, որ եղան, այսինքն բնակիչներ դուրս մնացին, անբարեխիղճ կառուցապատողներ եւ այլն, այսօրվա օրենքը վերջին 2 տարիներում օրենսդրական փոփոխություններ է տեղի ունեցել եւ այդ ռիսկերը վերացել են, այսինքն օրենքը այլևս չի թույլ տալիս նման իրավիճակներ, որոնք առաջացել են նախկինում։ Եվ ներդրողներին հետաքրքիր է բնակելի շինարարությունը, ներդրողներին հետաքրքիր է Հայաստանում հյուրանոցային շինարարությունը, որովհետև ինչքան էլ մենք ասենք, որ հյուրանոցային ուրեմն քանակը բավարար է, տեղերի քանակը բավարար չէ։ Հիմա էլ շատ ակտիվ համագործակցում են Հայաստանի, Վրաստանի տուր կամպանիաները իրար հետ, որովհետև ցանկացած մեկը երբ որ գալիս է Հայաստան, նա անպայման գալիս է, ուզում է անպայման գնա Վրաստան եւ հակառակ։ Դրա համար այդ ուղղությամբ մենք ունենք հետաքրքրություն։ Ես ասացի, որ Երևանում ունենք նաեւ վարչական շենքերի մասով հետաքրքրություն, կառույցների, սա այդ մասով, այսինքն ներդրողները կան, բանակցում են, ես առիթ ունեցա անցած անգամ ասելու, հիմա էլ կրկնում եմ, կոնկրետ իմ ժամանակի 90%-ը գնում է ներդրողների հետ անձամբ հանդիպելու, բոլոր հարցերը քննարկելու։ Ֆիրդուսը բնակիչների, եթե դուք նկատել եք, իրականում ասեմ ձեզ, որ անձամբ քաղաքաշինական կոմիտեն չի զբաղվում բնակիչների փոխհատուցումով։ Այնպես որ դա կառավարության այլ օղակներ են դրանով զբաղվում, բայց այն ինֆորմացիային, որ ես եմ տիրապետում, այնտեղ նախկինում բնակարանները կորցրած մարդկանց խնդրի լուծումը ընթացքի ավարտական փուլում է, այսինքն այնտեղ process-ները շարունակում են, այնտեղ ուրեմն կառավարությունը հետագա վճարման հիմունքներով բնակարաններ է ձեռք բերել եւ այդ բնակարանները հատկացնում են այդ մարդկանց եւ պայմանագրեր կնքվում են։ Ինչ չափի, քանի տոկոս ես հիմա այս բանը չեմ կարող։